Շուրջ 100 հայկական մարզականակումներն ու հայ մարզիկները կարևոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրությունում մարզական կյանքի զարգացման և վերելքի գործում, իսկ 1911-ից 1914 թվականներին Ստամբուլում կազմակերպվել են հայկական օլիմպիական խաղեր։ 1908 թվականից հետո Կոստանդնուպոլսում, Իզմիրում և այլ քաղաքներում ստեղծվեցին հայկական ֆուտբոլային առաջին թիմերը։ Այդ շրջանում հայ մարզիկներից էր Շավարժ Քրիսյանը, որը հետագայում տեղափոխվեց Եգիպտոս, Ալեքսանդրիայում և Կահիրեում հիմնեց Գամք և Արարատ մարզական ակումբները, որոնք էլ հետագայում միացան Հոմենընթմենի համահայկական ընտանիքին։ Հայոց ցեղասպանությունն ընդհատեց հայ մարզական կյանքի զարգացումը։ Բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, իսկ հայկական մարզական շատ ակումբներ դադարեցրին գործունեությունը։ Եղեռնի զոհ դարձավ նաև Շավարժ Քրիսյանը, որի գլխավոր երազանքն էր համախմբել բոլոր մարզական ակումբները մեկ դրոշի տակ, նպաստելու նոր սերնդի ազգային դաստիարակությանը։ 3 տարի անց ցեղասպանությունից փրկված Քրիսյանի գործընկերները վերականգնեցին հայ մարզական կյանքը և իրականություն դարձրին նրա երազանքը։ 1918 թվականի նոյեմբերի 16-ին Ստամբուլում հիմնելով Հոմենընթմենը, հայկական մարզական ընդհանուր միությունը։ 1922 թվականի սեպտեմբերի 16-ին Հոմենընթմենը Թուրքիայում պաշտոնապես լուծարվեց, բայց հետագայում սկսեց գործունեություն ծավալել Սփյուռքում։ Եղեռնից ու տեղահանությունից փրկված Հոմենընթմենի առաջին սերնդի համար մարզական կյանքը ինքնահաստատման լավագույն միջոցն էր։ 1974-ին Հոմենընթմենի համահայկական կառույցի նոր ստեղծումը խթան հաղորդեց միության մարզական կյանքին, իսկ 1981-ից սկսած 4 տարին մեկ կազմակերպվող խաղերը դարձան Հոմենընթմենի գլխավոր մարզական իրադարձությունը։ Միության շնորհիվ քաջարի հայ դառնալու և հայությանը հաղթանակներ պարգևելու կամքը Հոմենընթմենի գերագույն նպատակն է։ Կարգախոսը բարձրացրու քեզ և ուրիշներին քեզ հետ։ Այսօր Հոմենընթմենը համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 25,000 անդամ 5 մայրցամաքում, իսկ վերջին տասնամյակում շարունակում է հաջողություններ գրանցել Հոմենընթմենի բասկետբոլային ակումբը, որը հանդես է գալիս Լիբանանի բարձրագույն խմբում։ Հոմենընթմեն Բեյրութը հիմնադրվել է 1924 թվականին։ Լիբանանի ամենահին թիմերից մեկն է, որը Ջո Մուաջեսի գլխավորությամբ ընդհատեց Ալ-Ռիադիի հեգեմոնիան և 2018-ին դարձավ երկրի չեմպիոն։ Այս մրցաշրջանում էլ Հոմենընթմենը լավագույն 4 թիմերի շարքում է և Ալ-Ռիադիի, Դինամո Լիբանանի ու Լիդերսի հետ պայքարում է լավագույնը ճանաչվելու համար։ Ցեղասպանությունից հետո հայերի կողմից հիմնադրվել է նաև ֆուտբոլային ակումբ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Նոր Շիշլի ակումբը հիմնադրվել է 1926 թվականին հայ համայնքի մարզասերների կողմից և գործել է մինչև 1940 թվականը։ Ակումբի մարզիչների և ֆուտբոլիստերի մեծ մասը, որոնք հայեր, հույներ և հրեաներ էին, զորակոչվել են բանակ 1941 թվականին։ 1940-ին Նոր Շիշլի Էսեյան և Գյունեշ թիմերի միաձուլմամբ այն շարունակում է իր գործունեությունը որպես տաքսիմ։ Թիմը տարբեր հաջողություններ է ունեցել 1950-ականների կեսերից մինչև 1960-ականների վերջը։ 3 անգամ հաղթել է Ստամբուլի պրոֆեսիոնալ տեղական լիգայի առաջնությունում և խաղացել է Թուրքիայի 2-րդ լիգայում։ Այդ ժամանակաշրջանում ակումբի նախագահը Մարտիրոս Թորյանն էր, Արտո Վարդանյանը և Հարուն Բողազյանն էլ մարզիչները։ Դեպորտիվո Արմենիո կամ պարզապես Արմենիո, արգենտինական ֆուտբոլային ակումբ, որը ստեղծվել է 1962 թվականին Բուենոս Այրեսի հայ համայնքի կողմից։ 1968-ին ակումբը միացել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային և ներկայումս հանդես է գալիս Արգենտինայի առաջնության 3-րդ դիվիզիոնում։ Դեպորտիվո Արմենիոն մշտապես համագործակցում է Հայաստանի հետ։ Ակումբը ապրիլին հանդես է գալիս հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված հատուկ մարզաշապիկներով։ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին էլ թիմի ֆուտբոլիստները կրել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։ 2010 թվականի ապրիլի 24-ին նույնպես թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով, իսկ 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը հիշում եմ և պահանջում գրությամբ մարզաշապիկներով։ Այս մրցաշրջանից առաջ Դեպորտիվո Արմենիոն ներկայացրեց նոր մարզահագուստը, որն ամբողջովին հայկական մոտիվներով է։ Ակումբի խորհրդանիշներից մեկը դարձած անմոռուկով, ինչպես նաև հայկական այբուբենի զարդանախշ տարրերով։